Շնորհակալություն, շարունակելով երկաթուղու թեման, պարոն վարչապետ, տեղեկություններ կան, որ Քաթարը եւ Քուվեյթը ստանձնել են, նախնական համաձայնություն կամ քննարկման դաշտ են եկել հայկական երկաթուղին կառավարելու հարցի շուրջ, արդյոք դա համապատասխանում է իրականությանը թե ոչ, եւ երբ որ դուք ասում եք դրական ազդակներ կան Մոսկվայի հետ բանակցություններում, ձեր առաջարկից ԿՊ-ում արված հայտարարությունից 1 կամ 2 օր հետո Շոյգուն հայտարարեց, որ հայկական երկաթուղին մեկ գիշերում կփլուզվի, եթե կառավարումը մեր ձեռքից վերցնեն։ Այս առումով կարող եք հստակեցնել, հիմա ի վերջո կա իրենց կողմից համաձայնություն տալու թե չտալու, եւ եթե դա Հայաստանի սեփականությունն է, ինչով է պայմանավորված այս քննարկումների շարքը, միանգամից պայմանագիրը թույլ չի տալիս հետ վերցնել, հաշվի առնելով, որ օրինակ պետք է Հարավկովկասյան երկաթուղին կատարել ստանձնած պարտավորություններ ուներ, որոնք չի կատարել եւ դա ինքնին պայմանագրի խախտում է։ Եվ մեկ հարցել, պարոն Փաշինյան, արդյոք կարողանում է Նիկոլ Փաշինյանը պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դուք 2019 թվականին ասում եք Հայաստանում օլիգարխներ չկան, խոշոր սեփականատերեր են, բայց 5-6 տարի հետո հայտարարում եք, որ օլիգարխների ճանապարհը փակվելու է առաջիկա ընտրություններով։ Հիմա եթե օլիգարխներ չկան, դուք ում դեմ եք պայքարում։ Դե Հայաստանում չկան, ուրիշ տեղից կգան, էլի, ինչ ա եղել, ակնհայտ չի։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, տեսեք, առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը ուրիշ բան է։ Իհարկե Հայաստանի Հանրապետության սեփականությունն է երկաթուղին, եւ իհարկե Հայաստանի Հանրապետությունը կարող է ուղղակի խզել եւ չեղարկել պայմանագիրը։ Մի րոպե, բա այդ եմ ասում, մեզ պետք չի որ դա գնալ ինչ որ բանի սուր խոսակցության կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք, խոսենք, քննարկենք, վատ բան ենք անում։ Պայմանագիր խզել, ասենք, միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է։ Պետքա պայմանավորվել, պետքա խոսել, ինչի մենք ես էլ եմ ասում, մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում մեր անձնական հարաբերությունները այն թույլ չեն տալիս եւ ընդհակառակ թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Էլի հարց տվեցիք, բայց չի հասցրեցի արձանալ։ Դրա համար խնդրում եմ մի հարց տվեք, որ կարողանամ պատասխանել։ Գիտեք ինչ, հիմա թեման կա, գիտեք տարբեր գործընկերների հետ կարող ենք քննարկել։ Մի սկզբունք կա, որը մենք կարծում ենք, որ ճիշտ սկզբունք է։ Այնպիսի երկիր կամ ընկերություն կամ երկրի ընկերություն լինի, որը եւ Հայաստանի հետ ունենա նորմալ լավ հարաբերություններ, եւ Ռուսաստանի հետ, որպես թեման չսրվի, այսինքն էլի չդառնա դրի ուրիշ դաս։ Ես հիմա չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետեւ աշխատանքային մակարդակում է ամեն ինչ։